Քո հետևը չի աճում, որովհետև դու 6 հատ տարբեր վարժություն ես անում իր համար։ Squat-եր, լանջեր, hip thrust, kickback, abduction, leg press, այսքան վարժություն անելը լավագույն դեպքում անիմաստ է, իսկ վատագույն դեպքում քո պրոգրեսին խանգարելու է, քանի որ դու չես հասցնելու սրանից վերականգնվես։ Հատկապես եթե ամեն ինչը 3-4 մոտեցումով ես անում։ Որպեսզի հասկանալ թե ինչ վարժությունների բազմազանությունը հարկավոր նստամկանների լիարժեք զարգացման համար, առաջին հերթին կարևոր է հասկանալ թե նստամկանները ինչ ֆունկցիաներ են կատարում։ Ու սրանք հիմնականում 3-ն են՝ կոնկաստրային երկարացում, կոնկաստրային հեռացում ու կոնկաստրային արտաքին պտտում։ Վերջինս կարանք այս կոնտեքստում անտեսենք, որովհետև պրակտիկ ու հարմար սեթափ ստանալը, որը հնարավորություն կտա այս ֆունկցիան մարզել բավականաչափ դիմադրությունով, գրեթե անհնար է։ Կոնկաստրային երկարացման ժամանակ ամենալավ լծակը ունեն մեծ հետոյքային մկանի ներքևի հատվածի մկանաթելերը, ու իրանք լավագույն լծակը ունեն ավելի կրճատված դիրքում։ Այս շատ կարևոր է, որովհետև կոնկաստրային երկարացման համար պատասխանատու են նաև մեծ մկրճամկանը ու նաև կոնկաստրային հետին մկանները։ Ու այն թե այս մկաններից որն է ամենաշատը թիրախավորվելու, կախված է նրանից, թե մեր ընտրած վարժությունը որ կետում է ամենադժվարը։ Ձյագների ու սքվաթերի ժամանակ շարժումը ամենադժվարն է, երբ կոնկաստրային հոդը բավականին ծալված է, ինչի պատճառով սրանք ամենաշատը թիրախավորում են մեծ մկրճամկանը։ Այս տեսանկյունից hip thrust-երը կամ GHD hyperextension-ները շատ ավելի լավ տարբերակ են նստամկանների համար, քանի որ սրանք ամենածանրն են ավելի կրճատված դիրքում։ Մեծ հետոյքային մկանի վերևի հատվածի մկանաթելերը ավելի լավ լծակ ունեն կոնկաստրային հեռացման կամ աբդուկցիաների ժամանակ, ինչի պատճառով սրանք թիրախավորելու համար իմաստալից է նաև աբդուկցիաներ անել։ Սակայն կոնկաստրային հոդի անկյունը սրանց ժամանակ շատ մեծ ազդեցություն է ունենալու նրա վրա, թե որ մկաններն են ավելի շատ թիրախավորվում։ Ծալված կոնկաստրային հոդի դիրքում մեծ հետոյքային մկանը ավելի լավ լծակ ունի, դրա համար նստած աբդուկցիաները սրա համար ավելի լավ տարբերակ են։ Ընդհանրապես այս երկու վարժությունը, այսինքն նստած աբդուկցիաներ, մեկ էլ կոնկաստրային երկարացում, որը դժվար է կրճատված դիրքում, բավարար է շատ լիարժեք նստամկանների զարգացման համար։ Եթե դուք շատ մաքսիմալիստ եք, կարելի է նաև ռաստիաշկաներ անել, քանի որ նստամկանները այն մկաններից են, որոնք որ ենթարկվում են stress mediated hypertrophy-ի, ինչը նշանակում է, որ իրանք երկարում են, երբ ենթարկվում են ձգված դիրքի։ 15 հատ տարբեր կոնկաստրային երկարացման վարիացիաներ անելը նստամկանների համար անիմաստ է ու ձեր պրոգրեսին մենակ խանգարելու է։ Հիշեք, որ բազմազանությունը պետք է իմաստավորված լինի։